Ինչպիսի միոմաներն են առավել խնդրահարույց, ըստ չափսերի, ըստ տեղակայման։ Տեսեք, չնայած որ տարածված են ամենաշատը ինտրամուրալ միոմաները, այսինքն պատի մեջ աճող, հա, մկանունքի մեջ աճող եւ կարելի է ասել երևի թե ոչ վնասակարն են, ավելի վտանգավոր են իհարկե այն միոմաները, որոնք որ դեֆորմացնում են արգանդի խոռոչը, այսինքն աճում են դեպի խոռոչ։ Դրանք վտանգավոր են վերարտադրողական տարիքի կանանց համար, հատկապես նրանց, ովքեր պլանավորում են հղիություն, քանի որ մենք այստեղ 3 եռամսյակում էլ կարող ենք ունենալ տարբեր տեսակի խնդիրներ, հա։ Եթե խոսքը գնում է հղիության առաջի եռամսյակի մասին, ապա մենք այստեղ կարող ենք պտղաձևի, այսպես ասած, կպում արգանդի խոռոչում չունենանք, դրան խանգարի միոմատոզ հանգույցը, բացի դրանից կարող է նույնիսկ սերմնահեղուկը չհասնի իր նպատակին, որպեսզի լինի բեղմնավորում, սա էլ ասենք անպայման։ Երկրորդ եռամսյակում ավելի շատ ունենում ենք պլացենտացիայի խանգարում, այսինքն երբ որ պլացենտան չի կպնում, չի տեղակայվում իր ճիշտ տեղում եւ կարող է ունենանք պլացենտայի այսպես ասած իջեցում, երբ փակում է պարանոցի լուսանցքը եւ հետագայում էլ դա ծննդաբերության ժամանակ առաջացնում է խնդիրներ, հա, սա եթե հպանցիկ անցնենք, եթե խոսքը գնում է ավելի հասուն տարիքի կանանց մասին, որոնք որ չեն պլանավորում հղիություն, այս դեպքում էլ իհարկե ամենավտանգավորներից են նաեւ պարանոցային միոմաները եւ հարպարանոցային հատվածի միոմաները, որոնք որ եւ լուսանցքն են փակում արգանդի պարանոցի եւ առաջացնում են ցավային համախտանիշ թե սեռական հարաբերության ժամանակ, թե սեռական